Ողջույն։ Homo sapiens-ները կարող էին Արևելյան Ասիայում հայտնվել տասնյակ հազարավոր տարիներ ավելի առաջ, քան համարվում էր։ Ու այժմ այդ հիպոթեզը ստացել է նոր հաստատում։ Չինացի հետազոտողները ներկայացրել են Հունան նահանգի Ֆույան քարանձավի գտածոնների թարմ թվագրումը։ Խոսքը նոր ոսկորների մասին չէ, այլ արդեն հայտնի գտածոների նորովի ուսումնասիրության։ Այս գտածոների շուրջ վաղուց արդեն բանավեճեր են ընթանում։ Հնարավոր փոփոխությունների մասշտաբը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել ընդհանուր պատկերը։ Homo sapiens տեսակը գոյություն ունի մոտավորապես 300,000 տարի։ Ամենավաղ ու հուսալի գտածոները ծագում են Աֆրիկայից։ Հենց այստեղ են ձևավորվել ժամանակակից մարդու հիմնական անատոմիական առանձնահատկությունները։ Արդեն բավականին վաղուց մասնագետները համաձայն են պատկերացման հետ, որ սապիենսների վաղ խմբերը պարբերաբար դուրս են եկել Աֆրիկայից դեռ տարածման մեծ ալիքից առաջ։ Օրինակ Իսրայելի Միսլիա քարանձավում հայտնաբերվել են գրեթե 200,000 տարեկան մնացորդներ։ Դա խոսում է այն մասին, որ ժամանակակից մարդիկ սկսել են բնակեցնել Մերձավոր Արևելքը զգալիորեն ավելի վաղ, քան համարվում էր մի քանի տասնամյակ առաջ։ Սակայն Արևելյան Ասիայի հետ ամեն ինչ ավելի բարդ է։ Պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում են, որ սապիենսները Չինաստանի տարածքում առկա են եղել արդեն 120-ից 80,000 տարի առաջ։ Խնդիրն այն է, որ այս գտածոներից շատերն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում բավականին վիճելի են դառնում կամ թվագրման մեջ կասկածների, կամ էլ մնացորդների ոչ հստակ անատոմիական կարգավիճակի պատճառով։ Առայժմ ամենահուսալի աղբյուրը Տյանյուան քարանձավն է, որում հայտնաբերվել են մոտ 40,000 տարեկան ոսկորներ։ Այս տվյալները երկար ժամանակ ելակետային էին համարվում Չինաստանում Homo sapiens-ի ներկայության համոզիչ ապացույցների համար։ Իսկ հիմա հայտնվել են նոր փաստարկներ տարածաշրջանի ավելի վաղ բնակեցման օգտին։ Շանդունի համալսարանի թիմը կենտրոնացել է Ֆույան քարանձավի վրա։ Այս վայրն արդեն հայտնի է հնագույն մարդկանց մնացորդներով, սակայն դրանց տարիքը կասկածներ էր առաջացնում։ Այսօր անհնար է ուղղակիորեն թվագրել ոսկորները։ Դրանք կամ հանվել են չափազանց վաղուց, կամ պայմանները թույլ չեն տալիս համապատասխան մեթոդներ կիրառել։ Արդյունքում հետազոտողները շարժվել են շրջանցիկ ճանապարհով։ Նրանք ուսումնասիրել են մակածորուկային գոյացությունները, հանքային շերտեր, որոնք ձևավորվել են քարանձավում ջրի ազդեցությամբ։ Վերլուծության համար օգտագործվել է ուրանային շարքերի մեթոդը, որը թույլ է տալիս որոշել նման գոյացությունների տարիքը, ելնելով ուրանի ու թորիումի իզոտոպների հարաբերակցությունից։ Գիտնականները ստացել են նմուշները հենց այն շերտից, որը ըստ իրենց հիպոթեզի ձևավորել է մարդկային մնացորդների հայտնվելուց առաջ ու հետո։ Ու ստացել են թվագրման միջակայք նվազագույն տարիքը 137,7 +- 1,4 տարի, առավելագույնը 230,2 +- 4,3 տարի։ Եթե այս հաշվարկները ճիշտ են, նշանակում է սապիենսները կարող էին Արևելյան Ասիայում հայտնվել ավելի քան 130,000 տարի առաջ զգալիորեն ավելի վաղ գիտական հանրության կողմից ընդունված 40,000 տարվանից։ Կարևոր է շեշտել խոսքն անուղղակի թվագրման մասին է։ Ուրանային շարքերի մեթոդը լայնորեն կիրառվում է հնեամարդաբանության մեջ, սակայն այն հաճախ հարցեր է առաջացնում, հատկապես երբ թվագրվում են ոչ թե իրենք ոսկորները, այլ դրանց հետ կապված երկրաբանական գոյացությունները։ Հետևաբար քննարկումը ամենայն հավանականությամբ շարունակվելու է։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր նման աշխատանք աստիճանաբար փոխում է մեր տեսակի տարածման պատկերը։ Ավելի ու ավելի հաճախ է ծագում այն միտքը, որ վաղ սապիենսները ավելի շարժուն եւ ճկուն էին, քան ենթադրվում էր։ Հնարավոր է նրանք բազմիցս լքել են Աֆրիկան, տարածվել Եվրասիայում, իսկ ապա այդ վաղ պոպուլյացիաների մի մասն անհետացել է առանց նշանակալի գենետիկ հետք թողնելու։ Մեզի սովորական անալիզը կարող է պատմել ոչ միայն երիկամների վիճակի, այլև ուղեղի, աշխատանքի մասին։ JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ սպիտակուցի բարձր մակարդակը մեզում, իսկ ավելի ճշգրիտ սպիտակուցի եւ կրեատինինի բարձր հարաբերակցությունը կապված է կոգնիտիվ ֆունկցիաների նվազման հետ։ Ընդ որում խոսքը ոչ թե ընդհանուր առմամբ դեմենցիայի մասին է, այլ շատ կոնկրետ կարողությունների, ուշադրության, ինֆորմացիայի մշակման արագության եւ կատարողական ֆունկցիաների։ Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ երիկամների քրոնիկ հիվանդությունը բարձրացնում է դեմենցիայի ռիսկը, սակայն պարզ չէր, թե երիկամների ֆունկցիայի որ ցուցիչներն են, ամենից շատ կապված ուղեղի աշխատանքի վատ թարացման հետ եւ որ կոգնիտիվ հմտություններն են տուժում առաջին հերթին։ Չիկագոյի Իլինոյսի համալսարանի հետազոտողների խումբը որոշել է ավելի մանրամասն ուսումնասիրել այս հարցը։ Հետազոտության մեջ ընդգրկվել է 5607 մարդ։ Գնահատվել է մասնակիցների երիկամների աշխատանքը, ներառյալ գլոմերուլյար ֆիլտրացիայի արագությունն ու մեզում սպիտակուցների եւ կրեատինինի հարաբերակցությունը։ Ապա անցկացվել են նեյրոհոգեբանական թեստեր ստուգելու համար կոգնիտիվ գործունեության տարբեր ասպեկտները։ Ինչպես սպասվում էր, երիկամների քրոնիկ հիվանդությամբ մարդկանց շրջանում ավելի հաճախ են հանդիպել զարկերակային հիպերտենզիան եւ սիրտանոթային հիվանդությունները, սակայն հիմնական արդյունքները վերաբերել են հենց լաբորատոր ցուցիչների եւ կոգնիտիվ թեստերի փոխկապակցությանը։ Պարզվել է, որ գլոմերուլյար ֆիլտրացիայի արագության մեկ ստանդարտ շեղմամբ յուրաքանչյուր նվազում 21%-ով մեծացնում է ուշադրության եւ ինֆորմացիայի մշակման արագության վատ թարացման ռիսկը, իսկ երիկամների ֆունկցիա
ռադիացիայի խանգարման ավելի ծանր փուլերում այս ռիսկը բարձրանում էր մինչև 54%-ով։ Ոչ պակաս ցուցադրական է եղել մեկ այլ ցուցիչ՝ մեզում սպիտակուցի եւ կրեատինինի հարաբերակցությունը։ Դրա ավելացումը մեկ ստանդարտ շեղմամբ 21%-ով բարձրացնում է ուշադրության ու ինֆորմացիայի մշակման արագության նվազման ռիսկը։ Բացի այդ, կատարողական ֆունկցիաների խանգարման ռիսկը, այսինքն պլանավորելու գործողությունները, վերահսկելու եւ որոշումներ կայացնելու կարողության խանգարման ռիսկը մեծանում էր 16%-ով։ Հետաքրքիր է, որ մեզում սպիտակուցի մակարդակի եւ կոգնիտիվ խանգարումների միջև կապը պահպանվում էր նույնիսկ գլոմերուլյալ ֆիլտրացիայի արագությունը հաշվի առնելուց հետո, իսկ ահա հակառակ կախվածությունը թուլանում է, երբ մոդելում ավելացվում է մեզում սպիտակուցի ցուցիչը։ Սա կարող է նշանակել, որ պրոտեինուրիան ռիսկի ավելի զգայուն մարկեր է։ Հեղինակները ենթադրում են, որ մեզում սպիտակուցի բարձր մակարդակն արտացոլում է փոքր անոթների վնասվածքները, ու եթե տուժում են երիկամների անոթները, ապա նմանատիպ պրոցեսներ կարող են տեղի ունենալ նաև գլխուղեղում։ Այս դեպքում կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը դառնում է համակարգային անոթային պրոցեսի մաս։ Կարևոր է շեշտել, հետազոտությունը չի ապացուցում, որ գոյություն ունի ուղիղ պատճառահետևանքային կապ, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ մեզում սպիտակուցի եւ կրեատինինի հարաբերակցությունը կարող է լինել կոգնիտիվ խանգարումների ռիսկի վաղ եւ համեմատաբար հասանելի ցուցիչ։ Այլ կերպ ասած, ցուցիչները, որոնք վաղուց օգտագործվում են երիկամների վիճակի գնահատման համար, կարող են օգտակար լինել նաև ուղիղ աշխատանքի փոփոխությունների կանխատեսման համար ու անել դա շատ ավելի վաղ, քան արտահայտված ախտանշանների հայտնվելը։ 1995 թվականին լույս տեսավ մի գիրք, որը միավորեց հնեաբանությունը, էվոլյուցիան եւ դասական թրիլերը։ Խոսքը Դուգլաս Փրեստոնի եւ Լինքոլն Չայլդի բրածոն վեպի մասին է։ Իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորքի կենդանի բնության պատմության թանգարանում, որտեղ մասշտաբային ցուցահանդես է նախապատրաստվում։ Սակայն գիտական սենսացիայի փոխարեն թանգարանը ցնցում է դաժան սպանությունների շարքը։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ շենքում դարանակալել է անհայտարարած, հնարավոր է հին էվոլյուցիոն գծի ռելիկտային ժառանգորդ։ Հեղինակներն իրենց սյուժեն կառուցել են այսպես կոչված անհետացած օղակի գաղափարի շուրջ։ Ինչ կլիներ, եթե հարավային Ամերիկայի ջունգլիներում պահպանվեր տեսակ, որին գիտությունը վաղուց անհետացած է համարում։ Բրածոն պարզապես հորոր չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է գիտական հետաքրքրասիրությունը բախվում անհայտի հետ, իսկ թանգարանը գիտելիքի խորհրդանիշը վերածվում է փակ էկոհամակարգի, որտեղ գործում է սեփական սուպեր գիշատիչը, իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։